Հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների եւ հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության եւ բարեդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտածածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը։ Armenpress-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը, մեկնաբանելով Բաքվի հայտարարությունները հայերի կողմից ադրբեջանցիների իբր ցեղասպանության մասին։ Նա հավելել է, Ադրբեջանում պետական մակարդակով դեռևս շարունակում են օգտագործել թշնամական ոչ հավաստի նարատիվներ։ Հացահատիկի հերթական խմբականակը Հայաստան կուղարկվի Ադրբեջանի տարածքով 5 վագոն։ Մարտի 25-ին եւս 5 վագոն 350 տոննա հացահատիկ ուղարկվել էր Հայաստան։ Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան է հասել ավելի քան 23000 տոննա հացահատիկ, 1000 տոննա պարարտանյութ եւ 68 տոննա հնդկածավար Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով։ Ղրիմում Ան-26 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են անձնակազմի 6 անդամներ եւ 23 ուղևորները, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ինքնաթիռի հետ կապը կորել է մարտի 31-ի երեկոյան, երբ այն պլանային թռիչք էր կատարում բռնակցված Ղրիմի վրայով։ Որպես վթարի նախնական պատճառ նշվում է տեխնիկական անսարքությունը, ըստ տեղեկությունների այն բախվել է ժայռին։ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ պատերազմը կավարտի շատ շուտով 2-3 շաբաթից հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացմանը եւ շատ շուտով կհեռանա։ Թրամփը նաեւ վստահություն է հայտնել, որ Իրանն այլևս երբեք չի կարողանա միջուկային զենք ստեղծել։ Բացի այդ, Վաշինգտոնը նրա պնդմամբ հասել է Իսլամական Հանրապետությունում ռեժիմի փոփոխության եւ այժմ այնտեղ իշխանության գլուխ են շատ ավելի պակաս արմատական առաջնորդներ։ Բեյրութի տարածքին Իսրայելի հասցրած երկու հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, 24-ը վիրավորվել։ Հարձակումները տեղի են ունեցել Բեյրութի հարավային ծայրամասերում եւ մայրաքաղաքից մի փոքր հարավ տարածքում գտնվող մեքենաների վրա, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ թիրախավորել են Հեզբալլահի ավագ հրամանատարին եւ խմբավորման մեկ այլ ավագ անդամի, սակայն չեն նշել նրանց անունները, ինչպես նաեւ այն արդյոք նրանք սպանվել են։ Հայաստանի տարածքում ապրիլի 1-ից 3-ը 5-ին առանձին շրջաններում, 2-ից 3-ը 3-ից 4-ին շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-ից 4 աստիճանով։ Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, մայրաքաղաքում ցերեկը կլինի 15-ից 17, երեկոյան ժամերին 10-ից 12 աստիճան տաքություն։